Հիշում եք, որ մի թեմայի մեջ ենք մտել, որտեղ որ նոր ենք մտել եւ չգիտեմ, եւ երբ ենք դուրս գալու, այս ամսվա մեջ շաբաթների մեջ ուրեր ունեցանք, թեմաները փոխվեց, բայց այսօր կմտնենք շարունակենք այդ թեման։ Վերջին ժամանակները։ Քեզ հետաքրքիր այս թեման։ Մենք պիտի գիտենանք, մենք պիտի զինված լինենք իմաստությամբ, մենք պիտի հասկանանք վերջին ժամանակները։ Սա եկեղեցուն ատրված ժամանակներ իմանալու։ Եվ մենք ինչի մասին խոսեցինք, եկեք արագ անցնենք, որ հետո ես կանդրադառնամ այսօր շարունակությանը։ Գիտես, վերջին ժամանակները պիտի սկսվի Քրիստոսի երկրորդ գալստով։ Այսինքն վերջին ժամանակները պիտի սկիզբ ունենա, վերջը պիտի սկիզբ ունենա, եւ վերջին ժամանակները պիտի սկսվի Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջ երկրորդ գալստով, բայց նախ պիտի որոշակի նշաններ կատարվեն։ Մենք խոսանք այս օրերի մեջ այդ նշանների մասին, խոսենք ինչպես է գալու հակաքրիստոսը։ Ինչ խոսացինք անցած անգամ։ Նորից հիշեցնեմ, որ ինչպիսի հարցերի մենք անդրադառնալու ենք վերջին աշխարհի վերջին նշանները, հակաքրիստոսի բնութագիրը, այսօր կխոսանք հակաքրիստոսի բնութագրի մասին, մեր թշնամու բնութագրի մասին, որովհետև այն բանակն է ուժեղ, ով որ լավ գիտի իր թշնամուն, այն բանակն է ուժեղ, որտեղ որ հետախուզությունը հայերենով ասված ռազվեդկան, ուժեղ աշխատում, այդ բանակը շատ հզոր է, եւ մենք Տիրոջ բանակն ենք, եւ մենք պիտի իմանանք մեր թշնամու, հակաքրիստոսի բնութագիրը, հա, մենք պիտի ռազվեդկա անենք, թե չանենք, անենք, արեցինք։ Այսօր մենք խոսելու ենք հակաքրիստոսի բնութագրի մասին, խոսելու ենք հետո օրերի մեջ մեծ նեղության մասին, մեծ նեղություն ենք ունենալու, սա քեզ ուրախացնում է։ Ոչ, անկեղծ է, շնորհակալություն ձեր չէ։ Բայց մենք չգիտենք դեռ մենք այդ մեծ նեղությունը եկեղեցին ասելու է թե չէ։ Մենք այս ամեն ինչը սովորելու ենք։ Քրիստոսի փառավոր գալուստի մասին ենք խոսելու, հազարամյա թագավորության մասին ենք խոսելու։ Այսօր կան կեղծ քրիստոնյաներ, չեն վախենա նրանց ասել, այսպեսի կրոնական կազմակերպություն Եհովայի վկաններ, նրանք են շատ խոսում սրա մասին, հազարամյա թագավորության մասին։ Եվ եկեղեցին պարտավոր է զինված լինի սրանով եւս, որ մենք հասկանանք, իսկ ինչ է իրականում հազարամյա թագավորությունը, ովքեր են դրա մեջ լինելու, ինչպես այն անցնելու։ Խոսելու ենք վերջին դատաստանի մասին, մեռելների հարության մասին, եկեղեցու հափշտակության մասին եւ նոր երկիր եւ նոր երկնքի մասին։ Տեսնում ես ինչքան բան պիտի անցնի դեռ։ Ինչքան բաներով է եկեղեցին անցնելու, ինչքան բաներով է այս աշխարհը փուլեր կան, որ պիտի անցնեն։ Ինչ խոսեցինք անցած անգամ։ Խոսեցինք աշխարհի վերջի նշանների մասին։ Ինչպիսի նշանների մասին ենք խոսել, որ անօրենությունը շատանում է, չէ՞։ Սա նույնպես խոսում է աշխարհի վերջի մասին։ Ինչպիսի նշաններ պիտի կատարվեն, ավետարանը պիտի տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Նույնպես նշան է։ Հակաքրիստոսի եւ սուտ մարգարեի հայտնությունը պիտի լինի, որի մասին այսօր կխոսենք։ Այսպիսով այսօրվա թեման է հակաքրիստոսի բնութագիրը։ Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ նախ պիտի գա հակաքրիստոսը եւ այսօր կդիտարկենք, թե որն է նրա բնութագիրը, ինչպիսին է նա լինելու։ Մենք պարտավոր ենք իմանալ մեր թշնամու մասին, որովհետեւ մի քիչ առաջ ասեցի, մենք պիտի ուժեղ լինենք եւ զինված լինենք սրանով։ Թշնամին ունի խորհուրդներ, այսինքն գաղտնիքներ, եւ արթուն եկեղեցին, ինչպես որ խոսքն ասում, նրա խորհուրդներին քաջատեղյակ է։ Ով է քաջատեղյակ արթուն եկեղեցին, ով որ աղոթքի մեջ է, ով որ ամեն ժամանակ Տիրոջ երեսն է փնտրում, Տերը նրա հետ կիսվում է, Տերը նրանց զգուշացնում է։ Այդպես չի որ Տերը թաքցնում է մնացածից, չի թաքցնում, ուղղակի մարդիկ, խնդիրը մերն է, որ մենք չենք փնտրում Տիրոջ երեսը։ Մենք պիտի կարողանանք ընկալել դա, հասկանալ, լսել, բաց լինել Աստծո համար։ Մեր ականջները պիտի մշտական բաց լինեն, որ մենք հասկանանք Տերը ինչ է ուզում է զգուշացնի։ Իսկ Տերը զգուշացնում է, Տերը սովորեցնում է։ Այսպիսով, ինչպիսին է հակաքրիստոսի բնութագիրը։ Ով որ գրում է, թող գրի։ Նա գործում է սատանայի ներգործության ներքո։ Այսինքն հակաքրիստոսը գործելու է սատանայի ներգործության ներքո։ Սատանան ինքն իրենից ոչինչ չի կարող ստեղծել, կամ մեկ արարիչ դա Աստված է։ Եվ մարդիկ նույնպես, քանի որ ստեղծված են Աստծո նման եւ պատկերով, մարդիկ նույնպես արարիչներ են, ստեղծագործողներ են։ Մենք ստեղծագործում ենք գեղեցիկ շենքեր, տներ, գործիքներ,
նոր տեխնոլոգիաներ, այգիներ, մենք ստեղծագործում ենք երգեր, ֆիլմեր, պոեմներ, մենք ինչ, սա որտեղից է գալիս։ Սա գալիս է նրանից, որ մենք Աստծո նման եւ պատկերով ենք։ Մի գաղտնի քեզ ասեմ, հրեշտակը սա չի կարող անել։ Հրեշտակը չունի այս ունակությունը, ինչու նա Աստծո որդի չի։ Նա ստեղծված հոգի է, որպեսզի ծառայի։ Նրանք ծառայողական ծառա հոգիներ են։ Եվ սրա համար Սատանան ինքն իրենից ոչինչ չի կարող ստեղծագործել, նա գողանում է այն ինչը, որ Աստծունն է, փոխում եւ իր ձևով մատուցում արդեն։ Նա չի կարող ստեղծել, նա գող է, նա գողանում է, փոխում է եւ իր ձևով է մատուցում արդեն։ Նա գողանում է այն ինչը, որ ստեղծում է մարդը եւ օգտագործում է մարդու դեմ։ Այսպեսի մի մարտարվեստ կա, չեմ հիշում, ջիուջիտսու կարծեմ, քո ուժը քո դեմ է օգտագործում։ Գիտես, նա շատ լավ ստրատեգ է, Սատանան հզոր հմուտ ստրատեգ է, եւ նա կարողանում է օգտագործել մարդու ուժը մարդու դեմ, քո զորությունը քո դեմ, մարդկության ստեղծածը մարդկության դեմ։ Սա մարդն է ստեղծել, հեռախոսը մարդն է ստեղծել, արյունտես մարդու դեմ շատ հրաշալի կարող է օգտագործել։ Մարդը ստեղծել է, Աստված տվել է իմաստություն, չէ՞։ Հզոր իմաստություն Աստված տվել եւ մենք ստեղծագործում ենք ինչի համար։ Սա նույնպես օրհնություն է, քո ձեռքի հեռախոսը, TV-ին, օրհնություն է ինքը, մարդն է ստեղծել եւ նա սա վերցնում է եւ օգտագործում է մարդու դեմ։ Նա չի կարող ստեղծել։ Նա ուղղակի մտքեր է շպրտում։ Դիաբոլոս, հիշում ես, չէ՞։ Դև նշանակում է դիաբոլոս, նա մտքեր է տալիս, որ մարդը սա վերցնի եւ օգտագործի։ Գիտես, երբ որ զենք է ստեղծվում, ստեղծվում, ասենք, պաշտպանության համար, բայց արյունտես նա վերցնում այդ իմաստությունը մարդու եւ օգտագործում է մարդ սպանելու համար։ Այսինքն Սատանան ինքնից ստեղծարար չի, նա արարիչ չի, նա գողանում է ուղղակի։ Նա գողանում է այն ինչը որ ստեղծում է մարդը եւ օգտագործում մարդու դեմ։ Իդեպ չարի ամբողջ կռիվը դա մարդու դեմ է։ Ինչու, որովհետև նա չի կարողանում կպնել Աստծուն, նա շատ ավելի թույլ է Աստծուց։ Թյուր կարծիք է, որ մարդիկ կան, որ մտածում են Սատանան եւ Աստված համարյա նույն զորության մեջ են։ Ոչ, թանկագիներս, եւս մեկ անգամ ոչ, նա շատ ավելի տկար է։ Աստված ամենակարող եւ ամենազորեղ է։ Եվ նրանց զորությունը չի կարելի համեմատել։ Եվ քանի որ Սատանան չի կարողանում կպնել Աստծուն, հաղթել նրան, նա պարտված է արդեն։ Նա ինչ անում, ամեն կերպ փորձում է կպնել նրա զավակներին, այսինքն մարդկանց։ Չար այսպես է, չէ՞։ Նենք թշնամիները այսպես են, որ չեն կարողանում հաղթել, նրանք գողանում են երեխային եւ ինչ որ բան են դրա դիմաց ուզում։ Կամ նրանք սպանելով կամ ցավացնելով երեխային, նրանք ցավեցնում են իրենց թշնամու սիրտը իրականում։ Որովհետև գիտես ցանկացած նորմալ առողջ ծնող կասի ինձ վերցրու, ինձ տանջի, բայց իմ երեխային հանգիստ թող։ Եվ նույնը արեց Հիսուս Քրիստոսը խաչի վրա։ Լավ, այս թեմայի մեջ չենք մտնելու։ Բ Թեսաղոնիկեցիներին նամակ 2:9 խոսք։ Գրված է. նրա գալուստը սատանայի ներգործությունից է ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով։ Ես ուզում եմ քո ուշադրությունը այստեղ որ դու գրավես սուտ բառի վրա եւ սուտ հրաշքներով։ Ամեն տեսակ անիրավ խաբեությամբ, թե խաբեությամբ իրավը ո՞րն է։ Անիրավ խաբեությամբ, սա ինչի մասին է խոսում, գիտես, նա շատ ճշմարտանման բաներ է մեզ ցույց տալու վերջի ժամանակներում։ Գրված է, որ նրա գալուստը սատանայի ներգործության ներքո է լինելու։ Սա լինելու է անձ, հակաքրիստոսը լինելու է անձ եւ մի համաշխարհային մեծ շարժում, սիստեմա, համակարգ։ Եվ նա անձնավորելու է դա, նա ղեկավարելու է դա։ Գիտես, աշխարհը գնում է նրան, որ լինելու է համաշխարհային գլոբալ պատերազմներ, կրիզիս եւ այլն, եւ պիտի մեկ անձ գա, որպեսզի թագավորի այս ամբողջի վրա։ Մենք այսօր միգուցե հասցնենք անցնենք նրան, որ նա ունենալու է թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական, թե կրոնական վերահսկողություն ամբողջ աշխարհի վրա։ Եվ դա ստեղծվում է այսօր իմ եւ քո աչքերի առաջ։ Հակաքրիստոսը լինելու է անձ, եւ նա ինքն իրենից ոչինչ չի անի, այլ գործելու է սատանայի ներգործությամբ։ Սա լինելու է մարդ։
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, նա լինելու է հրյա։ Որովհետև նա պիտի նստի Աստծո տաճարում եւ իրեն Աստված հռչակի։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ նա լինելու է Հուդայի ցեղից։ Եվ ինքն իրեն Մեսիա պիտի հռչակի։ Որպեսզի եթե կարողանա շատերին մոլորեցնի, նույնիսկ ընտրյալներին, ընտրյալ ժողովուրդը դա Իսրայելն է, հրյաներն են։ Սա իմ կարծիքն է արդեն։ Ես այստեղ խոսելու եմ համ դասական մոտեցման մասին, համ շատ քիչ իմ կարծիքը կասեմ, բայց շատ քիչ իմ կարծիքից կասեմ։ Ինչը որ ինչպես որ Պողոս Արաքյանն ասում, հատուկ Տիրոջից խոսք չունեմ, բայց որպես մեկը, որ Տիրոջից շնորհք ունի, կասեմ, այդպես ես կասեմ, որպես մեկը, որ Տիրոջից ուղղակի շնորհք ունի խոսելու։ Նա ուղղորդվելու է հրաշքներով, բայց սուտ հրաշքներով։ Դու կարծես սուտ հրաշքը ո՞րն է։ Գիտես ո՞րն է։ Դա նա երբ որ Հիսուսն էր հրաշքներ գործում, երբ որ Հիսուսն է հրաշք գործում, մարդիկ մոտենում են Աստծուն եւ փառք են տալիս Աստծուն։ Օրինակ, Հիսուս Քրիստոսը հարություն տվեց Ղազարոսին, հետ քաշվեց, հետո մարդիկ գալիս են Ղազարոսին տեսնելու, մարդիկ տեսնում են Ղազարոսին, շփվում են Ղազարոսի հետ եւ չգիտենք Ղազարոսը ինչ էր պատմում նրանց, բայց նրանք ինչ են անում, մնում են Ղազարոսի մոտ, ոչ, նրանք գնում եւ միանում են Հիսուս Քրիստոսին։ Սուտ հրաշքները մարդկանց մոլորության մեջ են գցում։ Այս տարածքում հայտնի կան մի քանի հոգի, ովքեր ասում են, հա բայց ինքն էլ չէ հրաշքանում։ Հիմա իր արած հրաշքը մոլորության մեջ գցում է, թե չէ։ Հարցա չէ ծագում, Աստծուց թե Աստծուշի։ Եթե հրաշքանում, ո՞նց կարա Աստծուշի լինի։ Եթե ինքը Աստծո անունն է տալիս, այնտեղ կան, չգիտեմ, որոշակի նկարներ եւ այլն։ Տեսնում ես, որ այստեղ կա այս սուտ հրաշք կոչվածը։ Այն հրաշքը, որը կոնկրետ Աստված է անում, այդ հրաշքը ստիպում է մարդուն եւ ուղղորդում է մարդուն եւ դրդում է մարդուն, որ մարդը փառք տա Աստծուն եւ միանա Աստծո եկեղեցուն։ Իսկ այն հրաշքները, որոնք որ մոլորության մեջ են գցում մարդուն, դա Աստծուց չի կարող լինել։ Մարդիկ գալիս են Ղազարոսին լսում էին եւ միանում են Հիսուսի բանակին։ Մարդիկ գալիս են Ղազարոսին լսում էին, որ հարություն առել, եթե հարություն առել, նրա հոգին եղել է չի հանդերձյալ աշխարհում։ Ուրեմն նա ինչ որ բաներ է չէ տեսել։ Մենք չգիտենք ինչ էր քարոզում Ղազարոսը, բայց մենք մի բան գիտենք, պտուղը նա էր, որ մարդիկ մոտենում էին Հիսուսին, եւ Հիսուսի բանակը, Հիսուսի աշակերտները շատանում էին այդ հրաշքի պատճառով, այսինքն, երբ որ Աստծո գառն է հրաշքանում, երբ որ Աստծո եկեղեցին է հրաշքանում, երբ որ Աստծո որդիներն են հրաշքանում, մարդիկ գիտեն ում փառք տալ։ Ամեն։ Այսինքն, երբ այսօր մարդը ստանում է իր հրաշքը, դա պետք է մարդուն ռեալ մոտեցնի Աստծուն։ Իսկ հակաքրիստոսի հրաշքը գցում է մարդուն մոլորության մեջ։ Այսպիսով, Հայտնության գիրք 13-րդ գլուխ 2-րդ խոսք։ Այն գազանը, որին տեսա, հովազի նման էր։ Ուշադիր, այստեղ նկարագրումը կենդանիներ։ Այն գազանը, հակաքրիստոսը, որի տեսավ առաքյալը, նման էր հովազին։ Նրա ոտքերը արջի ոտքերի նման էին, իսկ բերանը առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, իր գահն ու մեծ իշխանություն։ Այն համաշխարհային կարգը կամ գազանը կամ նրա բերած համակարգը իր մեջ ներառելու է այս կենդանիների էությունը։ Նորից եմ ասում, այն համաշխարհային կարգը կամ այդ գազանը կամ այդ անձը, որը որ գալու է որպես Մեսիա մոլորեցնելու համար հրաշքներով եւ այլն, նրա էությունը նմանալինելու այս կենդանիների էությանը։ Տվյալ գազանի նկարագրությունը խորհրդանշում է խորհրդանշակվոր է կամ խորհրդանշական է, որը համադրում են այս 3 տարբեր գազանների՝ հովազ, արջ եւ առյուծ։ Դա շարժվելու է այս հատկանիշներով։ Այս գազանը ստանում է իր իշխանությունն ու զորությունը վիշապից, որը Հայտնության գրքում 12:9 ներկայացնում է որպես սատանա։ Այսինքն գազանը ինքնինից չի կարող գործել։ Մի բան էլ ասեմ, անցնեմ առաջ անցնելով, սատանան նույնպես երրորդություն է։ Ինչպես որ Աստված է երրորդություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, սատանան նույնպես երրորդություն է։ Մենք հիմա բացահայտեցինք երկուսին՝ գազան եւ վիշապը լվոր։ Հետո երրորդին գազանը ստանում է իր իշխանություն, զորությունը վիշապից։
Տեսա՞ր երկու անձ էստեղ կա։ Որի մասին Հայտնություն 12:9 գրված է, որ նա սատանան է։ Այս համարի մեկնությունը Դանիելի մարգարեության հետ մենք պիտի համադրենք, որովհետև եթե մենք միայն կարդանք հայտնություն գիրքը եւ չանդրադառնանք Դանիել մարգարեության, մենք շատ բան կարող ենք այստեղից բաց թողել։ Դա մենք պիտի համադրենք Դանիելի մարգարեությունը նույնպես այստեղ, որտեղ նկարագրված են 4 տարբեր կայսրություններ։ Հայտնությունում 3 բան է խոսում, Դանիելում 4։ 4 տարբեր կայսրություններ՝ առյուծ, արջ, հովազ եւ անհայտ մի կենդանի։ Գազանը ներկայացնում է մի մեծ համաշխարհային տերապետություն, հիմնված նախորդ կայսրության ուժի եւ բնույթի վրա, այսինքն բացատրեմ։ Այս գազանը ունենալու է համաշխարհային մի մեծ շարժ, սիստեմա, համակարգ, որը որ հիմնված է լինելու նախորդ այս կայսրությունների ուժի եւ բնույթի վրա։ Այս կայսրությունները հիմա չկան, հիմա կանդրադառնանք, որոնք են սրանք։ Առաջինը գրված է այն գազանը, որի ես տեսա, հովազի նման էր։ Հովազը խորհրդանշում է արագություն, խորամանկություն եւ ուժ։ Դանիել 7-րդ գլխում հովազը կապված է Հունաստանի կայսրության հետ, Ալեքսանդր Մակեդոնացի օրոք, որը շատ արագ նվաճեց մեծ պետություններ եւ մեծ տարածքներ։ Այսինքն այսօր այդ կայսրությունը չկա։ Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած մեծ կայսրությունը չկա, որը որ սկսվում էր Եվրոպայից եւ ավարտվում էր Հնդկաստանում։ Նա շատ արագ նվաճեց ամբողջ աշխարհը։ Գիտես քանի տարում, մի քանի տարում։ Նա 27 տարեկան էր արդեն եւ արդեն ամբողջ աշխարհը նվաճել էր, այն ժամանակվա հայտնի աշխարհը։ Նա նվաճեց այնպիսի պետություններ, որն էր օրինակ հիմա Պարսկաստանը, այն ժամանակվա հզոր մի պետություն։ Այսօր այդ կայսրությունը չկա, բայց հակաքրիստոսը գործելու է այդ ոճով՝ արագ, խորամանկ եւ ուժեղ։ Չեմ ուզում ամեն կետի վրա երկար կանգնել եւ փորձենք համեմատենք միգուցե այս պետությունն է, միգուցե այո, ես խոսում եմ, թող Աստված քեզ իմաստություն տա, թե որ պետությունները դա կարող են լինել, որ դաշինքները կարող են լինել, որ ալյանսները կարող են լինել։ Երկրորդը, նրա ոտքերը արջի ոտքերի նման էին։ Արջը խորհրդանշում է հզորություն, կայունություն եւ կոպտություն։ Սա բիրտ ուժ է։ Թող Աստված իմաստություն տա քեզ հասկանաս։ Ես կարող եմ այստեղից պետությունների անուններ հնչել, բայց չեմ անելու։ Բայց դու կհասկանաս միգուցե։ Նրա ոտքերը արջի ոտքերի նման էին։ Արջը խորհրդանշում է հզորություն, կայունություն եւ կոպտություն։ Դանիել 7-րդ գլխում արջը կապվում է մարապարսկական կայսրության հետ, որի մասին մի քիչ առաջ խոսեցի, որը հայտնի էր իր անհավասարակշռված ուժով եւ դանդաղ, բայց անողոք նվաճումներով։ Ես արջը հոշոտող է, հոշոտիչ է, անողոք է ինքը։ Եվ այս մարապարսկական կայսրությունը այդպես է շարժվում առաջ։ Օրինակ, եթե Ալեքսանդր Մակեդոնացու օրոք նա նվաճում էր, գիտես ինչպես, վայր իր քո զենքերը եւ կծաղկես, մարդիկ վայր են դնում իրենց զենքերը։ Լավ, մի օրինակ բերեմ, հա։ Թող Աստվածների, եթե սխալվում եմ, դա շատ ուժեղ այսօր կիրառում է Անգլիան։ Ալեքսանդր Մակեդոնացու այդ ոճը։ Նա գիտես ինչպես է քեզ, ինչպես է երկրները իրապետության տակ մտցնում։ Նա ասում ավելի լավ է ապրելու։ Նա իմ երկիրը, նա զենք չի կիրառում։ Նա կոպիտ բիրտ ուժ, ինչպես արջը, չի կիրառում։ Նա խորամանկ է, նա շատ խելացի է, նա դիվանագետ է։ Եվ մեկ է տեսնում են մարդիկ նրա տիրապետության տակ են ու լավ էլ երջանիկ են կարծես թե ապրում։ Դա այդպես է նվաճում։ Եվ այս համաշխարհային կարգը, որը որ գալու է, ինքը օգտագործելու է հենց այս ուժը առաջինը։ Խելացի, հմուտ, արագ իր տակ կվերցնի։ Իսկ երկրորդ էությունը արջի պես է լինելու։ Այսինքն բիրտ, կոպիտ, հոշոտող, անկայուն, մեկ էստեղ է, մեկ այնտեղ է, մեկ այս դաշինքի մեջ է, մեկ այն դաշինքի մեջ է։ Այսօր այդ կայսրությունը չկա, այդ մարապարսկական կայսրությունը չկա, բայց հակաքրիստոսը գործելու է այդ ոճով եւս։ Հզոր
եւ բյուրդ ուժ գործադրելով։ Երրորդը, իսկ բերանը նման էր արյուծի բերանի։ Արյուծը հպարտության, վեհության, թագավորական իշխանության խորհրդանիշ է։ Եվ Դանիել մարգարեության 7-րդ գլխում արյուծը կապվում է Բաբելոնի կայսրության հետ, որը հայտնի էր իր շքեղությամբ եւ ինքնիշխանությամբ։ Նա խոստանալու է մարդկանց այս գազանը։ Ես ինչա խոստանալու մարդկանց վեհություն, հպարտություն, կայուն իշխանություն, շքեղություն, ինչպես որ խոստանում էր Բաբելոնը, եւ դա տալիս էր։ Նինվե քաղաքը Բաբելոնի, չէ, Նինվեն Ասորստանն էր, չէ։ Մի խոսքով չեմ հիշում Բաբելոնի մայրաքաղաքն է, բայց Բաբելոնը հայտնի էր որպես շքեղ մի պետություն։ Այնտեղ շքեղ էր ամեն բան, մարդիկ հպարտ էին, հպարտանում էին նրանով, որ նրանք բաբելոնացիներ են, հպարտ, ինչ են գցեց նրանց։ Լավ, վերցնենք Բաբելոնի աշտարակաշինությունը, հպարտությունը, մի անուն մեզ սարքենք, մոտենանք Աստծուն, վատ բան չէր, բայց դրդապատճառը նա էր, որ եւ մի անուն մեր համար կշինենք։ Հասկանում ես, այսինքն նա խոստանել է մարդկանց վեհություն, լավ կյանք, շքեղություն, կայունություն, որովհետև տեսնես, որ աշխարհը շատ փխրուն է, շատ փխրուն է, եւ հարկավոր այս աշխարհին մեկը մի անձ, ով որ կայունություն կբերի այս աշխարհ, եւ դա լինելու է հակա Քրիստոսը։ Եվ մարդիկ ասելու են, եթե նա չի, բա էլ ով կարող է Մեսիա լինել։ Մի բան էլ ասեմ, սրա մեջ թաթախվելու է նույնիսկ եկեղեցին։ Եկեղեցուն կլինեն մարդիկ, ես չեմ ասում ամբողջ համաշխարհային եկեղեցին սրա մեջ է լինելու, ոչ, բայց եկեղեցուն կլինեն մարդիկ, ովքեր կգայթակղվեն սրանով, ովքեր կասեն, եթե ինքը չի, բա էլ ով կարող է լինել այն փրկիչը։ Այս գազանը խորհրդանշում է մի համաշխարհային քաղաքական եւ ռազմական համակարգ, որը համատեղում է նախորդ հզոր կայսրությունների հատկանիշները։ Նորից եմ ասում, այս գազանը խորհրդանշում է մի համաշխարհային համակարգ, սիստեմա եւ քաղաքական ու ռազմական համակարգ, որը համատեղում է նախորդ այս հզոր կայսրությունների հատկանիշները։ Նա շարժվելու է այս կայսրությունների հատկանիշներով, այդ հատկանիշները միասին վերցված։ Նա այս բոլորը միասին, այսպես բարգա, միքսելու է իրար եւ իր ձևով մատուցելու է։ Այն ներկայացնում է վերջին օրերի հակաքրիստոնեական համակարգը, որը սատանայի միջոցով կունենա մեծ իշխանություն, որի մասին դեռ կխոսենք։ Այսպիսով, ինչպիսի բնութագիր ունի հակաքրիստոսը, նա հակառակվում է Աստծուն։ Հակաքրիստոսի բնութագրերից մեկը նա է, որ նա հակառակվելու է Աստծուն։ Դանիելի մարգարեություն 11-րդ գլուխ 36 խոսք։ Եվ թագավոր նստիր կամքի պիտի վարվի, իրեն ամեն աստվածություններից վեր է բարձրացնելու եւ մեծացնելու եւ աստվածների Աստծո դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողվի, դա հաջողություն կունենա։ Մինչև ցասման ժամանակը սպառվի, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի, նա որոշակի ժամանակ ունենալու է հաջողություն, նրան հաջողվելու է մոլորեսնի շատերին, նա հաջողություն է ունենալու այս աշխարհում։ Եվ այս հատվածում մենք տեսնում ենք, որ ինչը որ կա սատանայի մեջ, նա փոխանցում է հակաքրիստոսի, այսինքն գազանին, իրեն ամեն աստվածություններից վեր է բարձրացնելու։ Նա փառասեր է։ Ով է հիշում Արուսյակին կնել ինչպես եղավ։ Արուսյակը սատանան ինչպես ընկավ։ Նա ասեց իր սրտում, ինչով եմ Աստծուց պակաս, իմ աթոռը կդնեմ, Աստծու հավասար կլինեմ։ Հիշում ենք, չէ՞։ Եվ նա նույնպես այսպես է գործելու։ Նրա համար նախասահմանված ժամանակ է լինելու։ Ինչու դու կհարցնես, ինչու է Աստված սա թույլ տալիս, որպեսզի ես եւ դու նույնպես փորձվենք։ Հեշտ է հավատալ Աստծուն փափուկ մթնոլորտում, երբ որ չկա հալածանք, երբ որ չկա գայթակղություններ, հեշտ է հավատալ այս ժամանակ։ Դա համար նա պիտի որոշ ժամանակով թույլատվություն ունի Աստծուց, այսպես ասած։ Տեսեք, Աստված ունի երկու
տիպի կամք, ինքնիշխան եւ թույլատրելի կամք։ Օրինակ բերեմ ինքնիշխան կամքի վրա։ Հովնան Մարգարեի կյանքում սա հրաշալի ձևով երևաց։ Հովնան Մարգարեի կյանքում Աստծո ինքնիշխանությունը երևաց։ Տղա ջան, դու գնալու ես քարոզես եւ վերջ։ Ինչ էլ ուզում ես արա, եթե դու քո կամքը տվել ես ինձ եւ ասես, ահա ես քոնն եմ, Տերը ամեն կերպ քո դեմը փակելու է, որ դու չհաջողվես ուրիշ տեղ։ Եթե դու ուրիշ տեղ ես գնում, եթե դու Թարս ես գնում, եթե դու Թարսիս ես գնում, չես հաջողվելու։ Ամեն պահի մի, որ ասում եմ, քյալակի գալու ես։ Միջև մի օր խելք հավաքես, ասես, կարող է Թարս եմ գնում, այ ժողովուրդ։ Իսկ միգուցե ես Աստծո կամքը չեմ կատարում։ Եվ Հովնանի կյանքում սա շատ լավ երևաց։ Որ Հովնան ասես, Աստված Հովնանին ասել էր գնա, նստեց նավը Թարս գնար, ուրիշ ուղությամբ գնար, լրիվ ուրիշ կողմ էր գնում, եւ Աստված փակեց ամեն ինչ, արեց, որ նա գնա եւ Աստծո կամքը կատարի։ Սա երևաց Աստծո ինքնիշխան կամքը։ Բայց Աստծո թույլատրելի կամքը գիտես որն է, երբ որ Հերոդեսը որոշեց մինչև 2 տարեկան երեխաներին բոլորին սպանել, տղա երեխաներին։ Սա Աստծո թույլատրելի կամքն էր, հասկանում ես, Աստծո ինքնիշխան կամքը չէր, Աստված ուղղակի թույլ տվեց, լռեց, այսպես ասած։ Ինչպես որ կոտորում էին շատ, կոտորվում են կամ հիվանդություններ, կամ բաժանություններ, սա Աստծո թույլատրելի կամքի մեջ է մտնում։ Եվ նա ունենալու է նախասամբաված ժամանակ, որտեղ պիտի հաջողվի։ Եվ նա մեր Աստծո թշնամին է, թանկագիներս, հետևաբար մեր թշնամին ևս։ Ինչպիսի բնութագիր ունի, հաջորդ բնութագիրը, կեղծ վարդապետություն է քարոզում Քրիստոսի մասին։ Պարզ է, չէ, թե ինչու է չար այսքան հարձակվում ճշմարտության վրա, վարդապետության վրա։ Նա ամեն բան կանի եւ անում է, որպեսզի կեղծի Տիրոջ վարդապետությունը։ Հովհաննես 4:3։ Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ։ Դա ների հոգին է, չի ասում դա ներն է։ Դա ների հոգին է ուղղակի, որի մասին լսեցիք, թե գալիս է եւ հիմա արդեն աշխարհում է։ Այդ ոգին աշխարհում արդեն վաղուց հազարամյակներ։ Եվ նա այս ոլորտում իրականում ունի շատ հզոր ներդրում։ Որ ոլորտ, կեղծել ավետարանը, կեղծել ճշմարտությունը, վարդապետությունը։ Նա չի արգելում ճշմարիտ վարդապետությունները արդեն, ինչ անում, այլ անխնա տարածում է իրենը։ Եթե մենք տեսնենք, թե ինչ արագությամբ է տարածվում սուտ վարդապետությունը, մենք կտեսնենք, որ այստեղ ների արածը, ների ձեռքը շատ հզոր երևում է։ Հաջորդը կատարում է կեղծ հրաշքներ մարդկանց մոլորեցնելու համար։ Հայտնություն 13:3։ Գրված է նրա գլուխներից մեկը մահացու խոցված էր, բայց այդ մահացու վերքը առողջացավ եւ ամբողջ երկիրը զարմացավ ու հետևեց Գազանին։ Դու կարդում ես ամբողջ երկիրը։ Սա մի հրաշք է լինելու։ Սա կոնկրետ մարդու մասին չի խոսքը, միգուցե սա ինչ-որ թագավորություն է գլուխներից մեկը, միգուցե դա զորություն է, ես չգիտեմ ինչ է, բայց գրված է, որ մահացու վերքը առողջացավ եւ ամբողջ երկիրը զարմացավ եւ հետևեց Գազանին։ Սա մի բան է լինելու երկրի վրա։ Մի հրաշք է կատարելուն, որ մարդկանց մոլորեցնի եւ ամբողջ մարդկությունը սրա մեջ հատախվելու է։ Եվ երկրպագեցին վիշապին, որ իշխանություն տվեց Գազանին, երկրպագեցին Գազանին ասելով, ով է նման այս Գազանի, կամ ով կարող է նրա դեմ պատերազմել։ Դու պատկերացնում ես ինչ է կատարվելու։ Սա լինելու է շատ-շատերիս աշկերի առաջ։ Մենք արդեն գնում ենք դեպի դա։ Մենք տեսնելու ենք սա։ Եվ մենք որպես եկեղեցի պիտի արթուն լինենք։ Արթուն լինենք մեր ականջները բաց անենք Աստծո համար, որ հանկարծ ու հանկարծ չմոլորվենք, որ հանկարծ չերկրպագենք այս Գազանին։ Դա մի խորամանկ հզոր բան է լինելու։ Ես չգիտեմ դա ինչ անելու, բայց հաստատ լինելու է։ Հայտնություն 19:20 եւ բռնվեց Գազանը, նրա հետ եւ սուտ մարգարեն, ահա երրորդ անձը։ Վիշապ, Գազան, սուտ մարգարե։ Տեսար երրորդությունն է սատանան։ Վիշապ,
Գազան, սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր Գազանի դրոշմն ընդունեցին, եւ նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին, նրանց երկուսին էլ ողջ ծծումբի այրվող կրակի մեջ գցվեց։ Մյուստեղ ասում է, որտեղ արդեն կար վիշապը։ Այսինքն նրանք բոլորը գցվելու են ծծումբի լճի մեջ։ Այս դիվային զորությունը հրաշներ կատարելու պատճառով երկրպագել է տալու իրեն այս սիստեմային։ Հաջորդը, ինչպիսի բնութագիր նա ունի, նա հետապնդում է քրիստոնյաներին։ Այսօր ամբողջ աշխարհով մեկ, նա մանավանդ մուսուլմանական երկրում տարեկան սպանվում են հազարավոր մարդիկ, հազարավոր քրիստոնյաներ, Քրիստոսին դավանելու համար։ Այսօր վտանգավոր է Քրիստոսին դավանել շատ ազգերի մեջ։ Օրինակ հիմա վերցնենք Հնդկաստանը։ Հնդկաստանը բազմաստվածություն է։ Դու գիտես 300 աստվածներ կան իրենց մոտ։ Բայց հենց մարդիկ դավանում են Քրիստոսին, անմիջապես վտանգի մեջ են ընկնում։ Նրանց դաժանաբար սպանում են։ Սա ոգի է, սա դիվային ոգի է։ Հայտնություն 13:7 Եվ նրան իշխանություն տրվեց սուրբերի դեմ պատերազմելու եւ նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների եւ ազգերի վրա։ Քրիստոնյաները եղել են հակաքրիստոսի գլխավոր թշնամիները։ Հարց. ով իշխանություն տվեց Գազանին, վիշապը իշխանություն տվեց Գազանին, որը գողացել էր Ադամից։ Ուղղակի ծննդոց գրքում նա օձ էր, բայց հայտնության գրքում նա արդեն վիշապի վերածվեց։ Եվ նա այդ իշխանությունը, որը գողացել էր Ադամից, նա այդ իշխանությամբ սպանեց։ Որ իշխանությամբ Կայինը սպանեց Աբելին, հենց այդ իշխանությամբ, այդ ոգին արդեն հազարամյակներ երկրի վրա է։ Եվ ամեն կերպ փորձում է սպանել Աստծո որդկանց, այն սերմը, որը մարդիկ կրում են։ Հաջորդ բնութագիրը, շատ հետաքրքիր բնութագիր է, ձգտում է քաղաքական եւ ռազմական վերահսկողություն աշխարհի վրա։ Այս համակարգը ամեն բան անում է եւ անելու է, որպեսզի վերահսկողության տակ վերցնի քաղաքական եւ ռազմական ոլորտների վրա։ Այսօր շատ արագ տեմպերով սա զարգանում է մեր աշկերի առաջ։ Եթե դու մարդ ես, ով որ մեկ ու մեջ հեռուստացույց է դիտում, չգիտեմ, նորություններն են նայում, կարող ես տեսնել, թե ինչ արագ է սա տարածվում։ Աշխարհում ստեղծվում է ռազմական դաշինք։ Ստեղծվում է եւ անպայման դա հաջողություն կունենա, որ մեկ դաշինք ունենա։ Նորից եմ ասում, շատերը սա ողջունելու են, եկեղեցում նույնպես լինելու են այն մարդիկ, ովքեր որ սա այս մոլորության տակ մտնելու են։ Ասում են, վերջապես այս դաշինքը կնքվեց, վերջապես այս համաշխարհային բանը եկավ, վերջապես մեր փրկիչ եկավ, վերջապես այս մեկը կփրկի, վերջապես այս մեկը խաղաղություն կբերի, վերջապես այս մեկը սա հարցերը կլուծի, եւ գիտես, այս ամենը բերելու է նրան, որ հակաքրիստոսը գալու է։ Հասկանում ես ինչպիսի խորամանկ քայլի այնքը դիմում։ Աշխարհի տարբեր հատվածներում պատերազմներ, անկայունություն ա բերում այդ ոգին, եւ հետո իր ստեղծած անկայունություն ու պատերազմը նա գալու է որպեսի շտկի։ Եվ երբ որ նա արդեն հաջողվի, շատերը կասեն սա է եւ երկրպագություն կանեն։ Դա համար չվախենաք Աստծո խոսքը ասում է, երբ որ ձեզ կհալածեն, պատերազմների ձայներ կլսեք, հիշում ես անցած անգամ ասեցի, պատերազմներ, սով, համաճարակ, հիվանդություն, չվախենաք, թող ձեր սրտերը չթուլանան։ Մենք չպետք է այս աշխարհի ոգում հետ միասին տրտմենք, ինչպես հույս չունեցողներ։ Մենք չպետք է սրա մեջ թաթախվենք, սիրելի եկեղեցի։ Առաջի դարի քրիստոնյանից մենք պետք է օրինակ վերցնենք, հետո ինչ որ դու այսօր ինձ սպանում ես, հետո ինչ որ դու հենց հիմա ինձ հոշոտում ես, հետո ինչ ես երկնքում տուն ունեմ։ Մենք չպետք է այնքան ուժեղ կախված լինենք այս աշխարհից, որ մենք վախենանք հակաքրիստոսից։ Աման ո՞նց է լինելու, բա ո՞նց եմ կերակրելու իմ երեխեքին, բա ո՞նց ենք անելու, սրանել հեսա հասնելու ենք, տնտեսական վերահսկողություն անա ունենալու։
Եվ ովքեր որ այս նշանը չունենան, նրանք չեն կարողանա ոչ առնեն, ոչ վաճառեն, ոչ ոք։ Ինչ անենք, սովից մեռնենք, ոչինչ սովից մեռի, բայց հանուն Քրիստոսի մեռի։ Ես ուզում եմ այսօր այդպես ռադիկալ բան ասեմ, հայտարարություն անեմ։ Մենք չպիտի վախենանք մահանալուց։ Եթե դու վախում ես մահանալուց, ուրեմն դու չես հավատում հավիտենական կյանքին։ Որովհետև ինչպես որ ասես Պողոս առաքյալը, մեռնեմ թե ապրեմ, Քրիստոսինն եմ։ Ինչը կարող է ինձ բաժանել Աստծո սիրուց։ Լայնություն, բարձրություն, անցյալ, ապագա, ինչը կարող է ինձ բաժանել Աստծո սիրուց։ Ոչինչ չպիտի մեզ բաժանի։ Մենք ոչինչով չպիտի վախենանք, սարսափենք, բա ոնց է լինելու, բա այս պատերազմը, բա այն պատերազմը, բա այստեղ մենք տեսնում ենք ինչ արագ է սա տեղի ունենում։ Ռուսները կասեն բեշնի տեմպով։ Ամեն օր աշխարհը փոխվում, ամեն օր մի պետություն վերանում, նորը ծնվում է։ Ես սա հակաքրիստոսն է, թանկագիներս։ Եկեղեցին չպիտի այստեղ թաթախվի։ Դանիելի մարգարեություն 11:40-45 Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը, ուշադիր։ Հիմա հիշիր խնդրում եմ քարտեզը, վերցրու քո աչքի առաջ, ով է ճանաչում քարտեզը, ով գիտի քարտեզ, ովքեր չգիտեն դուք երջանիկ եք երևի թե, ավելի քան որ գիտեն։ Աշխարհի քարտեզը, այո, տեսեք, վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Հյուսիս հարավ, հարավը ներքևում է, չէ՞։ Կառքերով ու ձիավորներով եւ բազում նավերով մրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը։ Երկրները պիտի մտնի, պիտի ողողի եւ անցնի։ Եվ պիտի գա փառավոր երկիր, որն է այս փառավոր երկիրը։ Երուսաղեմ։ Փառավոր երկիր, թանկագիներս, Երուսաղեմ։ Հիմա վերցրու Երուսաղեմի քարտեզը ու նայ հյուսիս հարավ։ Քարտեզը շատ լավ գիտես։ Ու ասեցիր։ Եվ շատերը պիտի կործանվեն, բայց նրանք պիտի ազատվեն նրա ձեռքից։ Եդովմը եւ Մովաբը եւ Ամոնի որդիների գլխավոր մասը։ Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի երկրները։ Եգիպտոսի երկիրը եւս չի ազատվելու եւ պիտի տիրի, հիմա ուշադիր, եւ պիտի տիրի Եգիպտոսի ոսկու, արծաթի, գանձերի եւ բոլոր մեծարժեք բաների, ես ուզում եմ շարունակեմ, նավթի, գազի։ Գիտես, ես քաղաքագետ չեմ, բայց ինչքան որ ես ուսումնասիրում եմ առաջի եւ երկրորդ համաշխարհային պատերազմները, բոլոր պատերազմները նավթի եւ գազի համար են։ Եվ այսօր եւս հզոր պատերազմ է գնում նավթի եւ գազի համար։ Թե որ երկրով այն կանցնի, դες նա ինչ ասում։ Ոսկու արծաթի գանձերին եւ բոլոր մեծարժեք բաների։ Երբ որ գրվում է մեծարժեք, առաքելը չգիտեր գազը դա ինչ է, կապուտ վառելիք, նավթ, սև ոսկի, չէ՞ այսօր, դա այդպես է համարվում։ Եվ ասում է ամեն ինչ անելա որ տիրի սրան։ Բոլոր պատերազմները սրա համար են։ Այսօր Հայաստանի հյուսիս հարավ գազի համար է եւ նավթի համար է։ Չեմ կարող մեծ բաներ եմ խոսում, չգիտեմ, եթե կսխալվեմ թող Տերը ինձ ների եւ մեծ դիտորները նույնպես ներեն, բայց ես սա եմ տեսնում, այսօր նայելով քարտեզին եւ նայելով աշխարհում կատարվող բաներին, ես սա եմ տեսնում, որ նա ամեն ինչ անելու է, որ բիզնես անի այստեղ, գումար աշխատի, որ մեծամեծ այս գանձերին հասնի։ Լիբանանի եւ եթովպացիները, Լիբանանն ու եթովպացիները նրան պիտի հետևեն։ Աթեթ ես երկրների անուն ասում, հետևելու են Գազանին։ Բայց արևելքից եւ հյուսիսից եկող լուրերը պիտի խռովեն նրան։ Արևելքից եւ հյուսիսից եկող լուրերը պիտի խռովեն նրան։ Եվ նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսի շատերին կործանի եւ բնաջնջի։ Մի խոսքով, այս հատվածի վրա ինչա Տերը մեզ սովորացնում, որ այս ամբողջ պատերազմը լինելու է այս մեր հայտնի մերձավոր արևելքի սահմաններում։ Եվ
հյուսիս թե հարավը, քարտեզը վերցրու եւ նայի, վերցրու Իսրայելը որպես կենտրոն եւ նայի դրանից հյուսիսը, հարավը, արևմուտքը եւ արևելքը, եւ դու շատ բաներ կհասկանաս։ Քառասուններորդ խոսք, եւ նա իր պալատի պես վրաները տարածելու ծովերի եւ փառավոր սուրբ լեռան մեջտեղում, ամբողջ պատերազմը հենց այստեղ է, բայց պիտի հասնի իր վախճանին եւ նրան օգուտ չի լինելու, ամեն։ Այստեղ նկարագրվում է, որ հակաքրիստոսը ամեն կերպ ձգտելու է վերահսկողության մեջ առնել աշխարհի թագավորներին եւ թագավորությունները։ Եվ սա իրագործելու համար նա կօգտագործի ռազմաքաղաքական իր հմտությունները, զենքը եւ դիվանագիտությունը։ Հաջորդը, բնութագիրը ձգտում է տնտեսական վերահսկողություն աշխարհի վրա, Հայտնություն 13, 16, 17։ Եվ բոլորի, փոքրերի եւ մեծամեծների, հարուստների եւ աղքատների, ազատների եւ ծառաների աջ ձեռքին կամ նրանց ճակատին դրոշմ է դնելու, որպեսզի ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով գազանի անվան դրոշմը կամ նրա անվան համարն ունի, այստեղ է իմաստությունը, ով միտք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու թիվ է, եւ նրա թիվը 666 է։ Չարը մտածել է այնպիսի մի բան, համակարգ, որ ոչ ոք չկարողանա առևտուր անել, բացի նրանցից, ում աջ ձեռքի կամ ճակատի վրա լինելու է այս թիվը, 666, որպեսզի կարողանա վերահսկել համաշխարհային տնտեսությունը։ Դու տեսնում ես, որ աշխարհում ստեղծում է մի բանկային համակարգ եւ մի փող, որը որ համաշխարհային է։ Եւ գրված է, որ ով որ չունենա այս թիվը, նա չի կարող ոչ առնել, ոչ վաճառել, այսինքն լինելու է այս մեր ամեն ինչ տանում են նրան, որ այս մեր կանխիկ գումարները անհետանալու են, շատ արագ։ Եթե մենք նախկինում ֆիլմերի մեջ նայում ենք, որ հարց են տալի, իսկ քարտով եք վճարելու, թե կանխիկ, մեր համար սա խորթ էր, չէ, ասենք մի 10 տարի առաջ։ Արդեն հասնում ենք սրան, ամբողջ աշխարհն է սրան մեջ հասնում։ Եվ նույնիսկ կա հետարքիր մի բան, եթե դու անկանխիկ ես քո վճարումներ անում, նամանա թոշակառուները սա գիտեն, քեզ գումար են հետ տալիս, սա ինչի համար է, որպեսզի մարդիկ սովորեն անկանխիկ առևտրին, ինչու, որպեսզի հետո ընթացքում, չգիտեմ, միգուցե 10 տարի հետո չեմ կարող ասել, նա կարողանա ամբողջը վերահսկել եւ վերցնել իր ձեռքերի մեջ։ Եվ ոչ ոք այլևս չկարողանա առևտուր անել։ Եթե այս նշանը չունենա, 666։ Հիմա ո՞րն է այս թիվը։ Ես չգիտեմ։ Կա մի այսպիսի բացատրություն, 6-ը դա մարդու թիվն է, որովհետև մարդը ստեղծվեց 6-րդ օրը եւ սա է ամեն բան դեպի մարդը, մարդու համար եւ մարդուց, հա? Ոնց որ մարդը աշխարհի կենտրոնում, մարդը երկրպագության սուբյեկտ, այսպեսի բացատրություն էլ կա ուրիշ բացատրություն, որ սա կոնկրետ շտրիխ կոդ է լինելու, կամ չգիտեմ, չիպ, մարդիկ շատ են խոսում չիպերի մասին, ես հակված չեմ չիպին օրինակի համար, բայց մի հետարքիր ավելի խորամանկ եւ խելացի համակարգ է լինելու։ Ինքը այդքան հիմար չի, որ չիպերով մեզ վախացնի։ Ինքը այդքան հիմար չի, հասկանում ես։ Մեր թշնամին շատ խելացի է, շատ իմաստուն։ Դամար մենք չպիտի թերագնահատենք մեր թշնամուն։ Թերագնահատեցինք 30 տարի։ Հետևանքները թարմ են, կհիշես։ Ինչքան թերագնահատեցինք մեր թշնամուն։ Գիտես, մենք չպիտի մեր հոգևոր թշնամուն թերագնահատենք, որ հետո փաստի առաջ չկանգնենք։ Այսինքն նա ամեն բան անելու է, որպեսզի վերահսկի տնտեսական աշխարհը։ Եվ հաջորդը եւ մենք արդեն կվերջացնենք։ Ձգտում է կրոնական վերահսկողություն աշխարհի վրա։ Նա ունենալու է կրոնական վերահսկողություն աշխարհի վրա։ Սա համակարգ է։ Համակարգը, որ նա ձգտում է եւ ձգտելու է համաշխարհային ինչ-որ մի կրոն ստեղծել։ Մի փորձ եղավ, տապալվեց։ Կար մի այսպիսի կազմակերպություն, կոչվում էր New Age,
ինչ էր սա անում, սա փորձում էր ամբողջ բոլոր աշխարհի կրոնները համատեղել մեկ հարկի տակ եւ այսօր շատ է խոսվում օրինակի համար խրիսլամ, քրիստոնեություն եւ իսլամը ձուլելու գաղափար եւ ստեղծում են տաճարներ, որտեղ որ մարդիկ կգան եւ կապ չունի դու ուզում ես Մուհամեդին աղոթի նույն հարկի տակ, դու Բուդդային ես աղոթում նույն հարկի տակ, Քրիստոսին ես աղոթում նույն հարկի տակ, այսպիսի բաներ արտահայտություններ կա, Աստված մեկա ճանապարհներն է տարբեր, սա սուտ է թանկագինս, սա սուտ է, որ մուսուլմանները պաշտում են նույն Աստծուն, սա սուտ է, որ բուդդիստները պաշտում են նույն Աստծուն, սա սուտ է, դա տարբեր գաղափարներ է, նա ձգտում է կրոնական վերահսկողություն աշխարհի վրա, եւ նա ամեն խաբեություն եւ ամեն մեխանիզմ օգտագործել է, որպեսզի սրան հասնի, Հայտնություն 13:11 Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից, ուշադիր, նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում, հասկանում ես, նա գառան նման է ձևանալու, նա լինելու է գառան պես, բայց նրա խոսացածը մատնելու է իրեն, նա վիշապի պես է խոսելու, վիշապի պես է քարոզելու, հետո ինչ որ դու գառան նման ես, միամիտ երկու եղջյուրներ քո խոսացածը քեզ մատնելու է, գառան նման, բայց վիշապի պես խոսացող, օծի լեզու, վշսնելով, նա առաջի գազանի իշխանությունը գործադրում էր նրա առաջ և երկիրն ու նրա բնակիչները երկրպագել էր տալիս առաջի գազանին, համակարգ սա հասկանում ես, որ երկրպագել է տալիս առաջի գազանին, որի մահացու վերք առողջացավ, 13-րդ խոսք, և մեծ նշաններ էր գործում, երկնքից կրակ է իջացնում երկրի վրա, մարդկանց առաջ, դու հասկանում ես ինչ հրաշքների մասն է խոսում, մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին, այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ, ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն այն գազանի պատկերը, որ սրի վերքն ուներ և ապրեց։ Եվ վերջի տեղը, և մենք աղոթենք Բ Թեսաղոնիկեցիներին նամակ 2:3 Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբություն չգա ու չհայտնվի անօրենության մարդը, կորստյան որդին, որը այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, սա բոլորի նկատմամբ է գոռոզացած թանկագիներս, որն Աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում, մինչև իսկ նա Աստծո տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Գրված է, թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչինչով չխաբի։ Տիրոջ օրը, Տիրոջ երկրորդ գալուստը, մենք խոսում ենք վերջի ժամանակների մասին, չէ՞։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը չի լինելու, մինչև որ չբացահայտվի այս անօրենության մարմնացումը։ Եվ նա կնստի Աստծո տաճարում և ինքն իրեն Աստված կհռչակի։ Այս արտահայտությունը ինքն իրեն Աստված կհռչակի։ Սրանք կա, ես գիտեմ, հայտնի երկու բացատրություն։ Առաջինը, նա նստելու է Երուսաղեմի տաճարում և ինքն իրեն Աստված է հռչակելու։ Երկրորդ բացատրությունը սա է, մարդն է Աստծո տաճարը և նա ամեն կերպ փորձելու է նստի մարդու ներսում և ինքն այնտեղ իրեն Աստված հռչակի։ Այսինքն մարդը դառնում է Աստծո փոխարեն դիվային տաճար։ Երկու բանն էլ բացատրությունից ես քեզ ուզում եմ ուղղակի տալ այսօր։ Չեմ ասելու որն է իմ կարծիքը, բայց երկու կարծիքն էլ այսօր աշխարհում գոյություն ունեն։ Մի բան էլ եւս գիտենք, որ ամեն կերպ այնպես արվում, որ Երուսաղեմում տաճարը վերակառուցվի։ Այսօր այդ տաճարից մնացել է մի պատ եւ այնտեղ է հայտնի մեզ բոլորիս Օմարի տաճարը, եթե չեմ սխալվում, մուսուլմանական տաճարն է դա, եւ ամեն բան, ամեն կռիվը, պատերազմը, որ նայում ենք Երուսաղեմի դեմը եւ կողքա եւ շուրջա, ինչու, որովհետեւ այդտեղ պիտի ինչ որ մի բան կատարվի, որովհետեւ գրված է, որ գալու է եւ նստելու է եւ ինքներն Աստվածը հռչակելու։ Ես ոնց որ թե հասցրեցի փառաբանության թիմը թող գա,
Մի բան էլ ասեմ, որ ասպա աշխարհից լույս լինի, հակա Քրիստոսը վախճանվելու է։ Սա էլ ասեմ, որ մենք ավելի ուրախ նոտայի վրա այսօր ավարտենք։ Այժմ նրա գալուստը արգելվում է Բ Թեսաղոնիկեցիների նամակ 2 գլուխ 6-ից 7-ը։ Գրված է եւ հիմա գիտենք, թե ինչն է նրան արգելում, որի ժամանակին հայտնվի, որովհետեւ անօրինության խորհուրդը արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի, մինչև որ մեջտեղից վերցվի նա, որ այժմ արգելում է։ Այսինքն մեզ բոլորիս հայտնի խափանողը, իսկ ով է խափանողը։ Կա երկու կարծիք՝ Սուրբ Հոգին եւ եկեղեցին, որ քանի որ խափանողը կա, չի կարող հակա Քրիստոսը ամբողջությամբ ի հայտ գա։ Կամ Սուրբ Հոգին է, կամ եկեղեցին է։ Այստեղ ես կարող եմ ասել իմ սուբյեկտիվ կարծիքը։ Սա եկեղեցին է։ Արգելողը, խափանողը Սուրբ Հոգի չի։ Սուրբ Հոգին եկել է, որ մնա այստեղ։ Եկեղեցու հափշտակությունից հետո էլ Սուրբ Հոգի մնալու այստեղ, գործ կանելու։ Նա եկել է, նա այստեղ է լինելու։ Հասկանում ես։ Քանի եկեղեցին երկրի վրա է, մենք արգելում ենք մեր աղոթքներով հակա Քրիստոսի գալուն։ Այսինքն մենք նրան խափանում ենք, նրա բոլոր գործերը։ Բայց դու երկրորդ կարծիքն է կարող լսես, դա քո իրավունքն է, ընդունես թե չընդունես։ Ես սա եմ ասում, որ խափանողը դա եկեղեցին է։ Այսպիսով Քրիստոսի գալստով նա տապալվելու է, 2:8 կարող ես քո մոտ նշել Բ Թեսաղոնիկեցիների։ Եվ ի վերջո հակա Քրիստոսը նետվելու է ծծումբի լիճը, բոլորիս աշկը լույս լինի։ Հայտնության գիրք 20-րդ գլուխ 10 խոսք։ Իսկ դևը, նրանց մոլորեցնողը, կրակի եւ ծծմբի լիճն է գցվելու, որտեղ էին գազանը եւ սուտ մարգարեն։ Տեսա՞ր երրորդությունը այստեղ։ Հա? Սատանա երրորդությունը։ Դևը գցվեց ծծումբի լիճը, որտեղ որ գազանն ու սուտ մարգարեներն էին, եւ գիշեր ու զոր չարչարվեն հավիտյանս հավիտենից ամեն։ Այսպիսով մենք այսօր անցանք, խոսեցինք, սովորեցինք հակա Քրիստոսի, ասրեցինք հակա Քրիստոսի բնութագրի մասին։ Արագ եմ գնացել, որպեսզի հասցնենք, ինֆորմացիան շատ էր։ Սա քարոզ չի, ինչպես հասկացար, սա ավելի շատ ուսուցում է, սա ավելի շատ հորդոր է, սա ավելի շատ զգուշացում է, սա ավելի շատ հիմք է, դրա համար որ մեզ ոչ ոք չխափի, որ դիվային զորությունը մեր վրա զորություն չունենա։ Փառք Հիսուսին աղոթենք թանկագիներս, մի բան եմ ուզում քեզ ուղղակի հորդորեմ, չվախենաս, խնդրում եմ։ Ինչ էլ որ կլինի, չվախենաս։ Մի բան ասա, ապրեմ թե մեռնեմ, Աստծունն եմ։ Մեկը մի օր մեռնելու ենք։ Մեկը բոլորս ծնված օրվանից մահվան հերթի են կանգնած։ Չվախենանք, որ մեզ կսպանեն Քրիստոսի համար։ Չվախենանք, որ այդ նշանը, չգիտեմ, անկարծ բայ ոնց ենք անելու, երեխուս ոնց եմ կերակելու, ոչինչ։ Առաջի դարում, երկրորդ, երրորդ դարերում, գիտես, այդպես չեն անում։ Զատո ես տուն եմ գնում, հա։ Դա համար շատ հնարավոր է, որ սա լինի մեր օրոք, մեր ժամանակ, եկեղեցու այս ընթացքում, չգիտեմ, քանի տարի հետո կլինի, բայց լինելու է սա, եւ մենք պատրաստ լինենք մեր Տիրոջը դիմավորելու, պատրաստ լինենք նրան ընթառաջ գնալու, պատրաստ լինենք Քրիստոսին հագնելու եւ ինչպես որ գրված է նրա հետ հավիտյան մնալու։ Փառք ամենակարող մեր Տիրոջը, հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք Հիսուսին, արի ծափարենք մեր Աստծուն։ Կարճաղոթենք, վերցնենք մի երգ, փառաբանենք Աստծուն եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Երկրային Աստված, շնորհակալ ենք քեզ, որ դու քո խոսքի միջոցով մեզ զգուշացնում ես, մեզ պատրաստում ես քո երկրորդ գալստյան։ Դու մեզ խոսում ես Տեր այն նշանների մասին, որոնք որ մենք տեսնելու ենք, Հիսուս, որը որ արդեն ընթացքի մեջ այս աշխարհը դրա մեջ թաթախված է, բայց մենք պիտի զատված լինենք այս ամենից։ Մենք քո սուրբ ժողովուրդն ենք, կադոշը, զատված այս աշխարհից, մոլորություններից, վախերից, ցնցումներից եւ ոչինչ եւ ոչ ոք մեզ չպիտի վախեցնի։ Տեր, փառք քեզ, հավիտյանս հավիտենից,
Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Այդպիսով Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։